Հրապարակումն է եթերում, վարև ձեզ։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Առաջին ուղիղ գործարքը ավելի քան 3 տասնամյակ անց խաղաղության օրակարգի տնտեսական էֆեկտները։ 23 միլիարդը գերազանցող սուբվենցիոն ծրագրեր Իջևանում կառավարությունն համայնքը համատեղ լուծում են կենսական խնդիրներ։ Զբոսաշրջային գյուղեր Հայաստանում ոլորտի ռազմավարության մասին հարցազրույց տաղավարում։ Ծրագիր տեխնոմոդեռնիզացման համար պետությունը սուբսիդավորում է մասնավորի վարկերը։ Բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում առաջին անգամ Ադրբեջանից Հայաստան է հասել վառելիքով բեռնված գնացքը։ Ադրբեջանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունների շնորհիվ։ Այսօրվա իրադարձության մեջ առանձնահատկություն կա այնուամենայնիվ, որովհետև ծորենի պարագայում մենք խոսում ենք տրանզիտի մասին, ինչը նույնպես շատ կարևոր է եւ կարող եմ վստահել, որ ծորենի տրանզիտը ոչ թե 1 կամ 2 խմբականակ, այլ ծորենը շարունակում է նույն ճանապարհով հասնել Հայաստանի Հանրապետություն, բայց այս իրադարձության հետ կապված մենք արդեն պիտի խոսենք երկկողմ առևտրի մասին։ Փոխվարչապետը կարևոր է համարում, որ վառելիքի ներմուծումն իրականացվում է ոչ թե երրորդ երկրի միջոցով, այլ ադրբեջանցի գործընկերոջ հետ ուղիղ երկխոսության արդյունքում։ Վառելիքը գնել են հենց Ադրբեջանից։ Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետեր Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստան է հասել 22 վագոն բենզին։ Սա ըստ էության առաջի գործարքն է, որը փաստացի տեղի է ունենում։ Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության ներքին շուկան ստանում է նոր հնարավորություն, նոր գնառաջարկ, ինչը որ առևտրի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի, բայց մեզ համար շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ սա ցույց է դնում, որ խաղաղության օրակարգը պրակտիկ եւ ռեալ գործարքներով դառնում է այլևս իրականություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի ապրանքաշրջանառության ներմուծման ու արտահանման ծավալները տարբեր են, բայց երկու երկրների միջև տնտեսական նոր օրակարգը կփոխի ծավալները։ Փոխվարչապետի կարծիքով սա երկկողմ առևտրի միակ գործարքը չի լինի, նաեւ կընդլայնվի ներմուծվող ու արտահանվող ապրանքների շրջանակը։ Կան ապրանքներ, որոնց արտահանումն ու ներմուծումը կարևոր է եւ փոխշահավետ, ընդգծենք, որ շուկայում վառելիքի գինը տարածվում է նաեւ այլ ապրանքների գնագոյացման վրա։ Այս պահին իհարկե շատ ավելի կարևոր նշանակություն ունի խաղաղության ամրապնդման հարցը, որովհետև երկկողմ առևտուր կարող է լինել միայն խաղաղության պայմաններում։ Ընդ որում, ստեղ նաև կցանկանայի կարևորել, որ եւ հայաստանյան բիզնեսը եւ Ադրբեջանի Հանրապետության բիզնեսը հավատում է այդ խաղաղությանը, հակառակ դեպքում գործարքի չէր գնա, գործարքը իրականացրել են բիզնեսը բիզնեսի հետ եւ դա նույնպես գործոն է եւ նույնպես գնահատական է իրավիճակի, որ բացի պետական մարմիններից եւ քաղաքական գործիչներից խաղաղության օրակարգին հավատում է նաեւ այլևս բիզնես միջավայրը։ Այսպիսով տեսանելի են դառնում խաղաղության տնտեսական օգուտները։ Սա նշանակալի քայլ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման, տարածաշրջանում փոխվստահության ամրապնդման ու իհարկե խաղաղության օրակարգի առաջ մղման համար։ Իջևանում տարին ամփոփում են 2 միլիարդ դրամը գերազանցող սուբվենցիոն ծրագրերով։ Խոշորացման գործընթացից հետո կենսական նշանակության խնդիրների 80%-ը համայնքը լուծել է կառավարության հետ համատեղ։ 2025-ին էլ շարունակվել են փողոցների, ճանապարհների բարեկարգման ու նորոգման աշխատանքները։ Քաղաքի բազմաբնակարան շենքերում իրականացվում են էներգոարդյունավետության բարձրացման միջամտություններ։ Բացի համատեղ ֆինանսավորվող ծրագրերից, Իջևանում կան նաև ամբողջությամբ պետբյուջեով իրականացվողներ։ Սկզբանե Խաշտարակ համայնքը ճանապարհները նեղ ա եղել միշտ։ Ճանապարհ 3-8 այս արդեն ստացվում են 6 մետր ճանապարհ։ Իջևան համայնքի Խաշտարակ բնակավայրը Տավուշի մարզի ամենահին գյուղերից մեկն է, վեր ու վար նեղլիկ ճանապարհներով։ Տաք եղանակին սա ամենաբանուկն է դառնում ոչ միայն տեղացիները, այլև զբոսաշրջիկներն են այս ճանապարհով հասնում գեղատեսիլ անտառներ։
Մի քանի ամիս է գյուղի կենտրոնից բարձրադիր թաղեր տանող ավելի քան 1 կիլոմետր երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է, որ հին գյուղի կոլորիտը պահպանվի, ճանապարհը սալարկվում է, մոտ 320 միլիոն դրամ կծախսեն։ Երբևէ չնորոգված գրունտային ճանապարհն անանցանելի էր դառնում, հատկապես անձրևից ձնհալից հետո։ Այս ճանապարհը կոնկրետ բարձրացել են մենք ենք մեր սահարի բոլոր դերասանները, այսինքն այս ճանապարհը մեծ պատմական նշանակություն ունի Խաշտարակ համայնքի համար։ Այս ճանապարհը կառուցելուց հետո Խաշտարակը մեր туриզմի մեծ քարտեզների մեջ հատուկ նշված է լինելու։ Հայկական ֆիլմերում պարբերաբար հայտնված գյուղը կամ ինչպես տեղացիներն են ասում, հայկական Հոլիվուդը туриզմի զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Մոտ 10 ֆիլմ է նկարահանվել Խաշտարակում, որ գյուղ եկողին կարողանան փաստերով պատմել այդ մասին, այս ճանապարհն էլ է նորոգվում։ Մենք ենք մեր սարերից հայտնի բարձունք է տանում, իրենց խոսքով դեպի դատի քար։ Դուք որ ամեն օր միս եք ուտում, ձեր ոչխարի միսն եք ուտում, թե ուրիշի։ Մենք վճարում ենք, վերցնում ենք 1 կամ 2 կիլոգրամ միս, տանում ենք տուն եւ ուտում։ Ֆիլմից հայտնի տեսարանն այսօր էլ կա, խաշտարակցիները պահպանում են, հպարտանում, որ շինարարությունն ավարտելուց հետո ավելի շատ կգան տեսնելու, գյուղն ավելի հայտնի կդառնա։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացնում նաև Իջևան քաղաքում։ Հիմնանորոգվում, բարեկարգվում են երկրորդական ճանապարհները, բակային հատվածները, ասֆալտապատվում են։ 546 միլիոնից ավելի են ներդրել կառավարությունն ու համայնքը։ Խոշորացումից հետո սուբվենցիոն ծրագրերով համայնքը երևի լուծել առաջնահերթ խնդիրների 80%։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի արժեքը կազմում է 2 միլիարդ դրամից ավել։ Այդ ծրագրերը համայնքը բյուջեով չէր կարող իրականացնել, մեծ նշանակություն ունի պետության ներդրումը։ Այս պահին ունենք 12 սանտիմետր շերտ, ամբողջական կլինի 12.5, մոտ 13 սանտիմետր։ Այսինքն պատերը այդքան հաստանում են։ Էներգոարդյունավետության ծրագրով Իջևան քաղաքում 9 բազմաբնակարան է նորոգվում։ Շենքերը ջերմամեկուսացվում են, պատվում են հատուկ շերտով, պատուհանագոգերն են նորոգվում, փոխվում են տանիքները, գործ է արվում նույնիսկ նկուղներում։ Բոլոր նկուղի պատերը արվում է ցեմենտավազի սվաղ, որը իր հերթին հանդիսանում է ինչպես նաև ամրացում պատալոկներն է ջերմամեկուսացվում են։ Բազմաբնակարանների ջերմամեկուսացման ծրագրով նորոգման աշխատանքներ են իրականացնում նաև շքամուտքերում, տեղադրվում են կրկնակի դռներ։ Հին ներկը ամբողջությամբ մաքրվում է, դրանից հետո նոր անցնում ենք ներքին հարդարման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքի 70%-ը կառավարության ներդրումն է, 25-ը ՄԱԿ-ինը, 5-ն էլ բնակչի ու համայնքի մասնաբաժինն է։ Ծրագրի շնորհիվ բնակիչը տունը ջերմացնելու ծախսի մոտ 40%-ը կխնայի։ Ջեռուցում ենք, տարբերությունը զգում ենք, եթե միտեղ ուծիպլի տարվը տաքանում ատունը։ Իջևան համայնքում նաև պետական ծրագրեր են իրականացվում։ Սարի գյուղում օրինակ ճանապարհի նորոգումից հետո անցել են ենթակառուցվածքների արդիականացմանը։ Պետության տրամադրած 16 միլիոնով տուն կառուցելու ծրագրի շնորհիվ 2 նոր թաղամաս է ավելացել։ Բնակվելու համար անհրաժեշտ պայմաններ էին պետք։ 2002 թվականին բաժանվել է այս թաղամասերը։ Առ այսօր 3-4 տուն է կառուցվել այդ թաղամասերում։ Եվ այսօր այս ծրագրի շրջանակներում այդ 2 թաղամասը, որ հեռվից նայում ես ոնց առանձին գյուղ լինի։ Նոր թաղամասերում այս պահին դրամատակարարման համակարգն է կառուցվում, նոր գազաֆիկացում պիտի լուծենք։ Նոր թաղամասերն ավելացնում են համայնքի անելիքները, բայց վարչական ղեկավարը հպարտորեն է փաստում, որ գյուղը ընդլայնվում է։ 2023-ից մինչև այսօր 114 նոր տուն է կառուցվել։ Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին որոշումը, թեմայի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը։ Տիկին Գևորգյան, ինչ է հաջորդելու այս որոշմանը։ Նախ ուրախությամբ ուզում եմ նշել, մինչև անդրադառնալը ենթաօրենսդրական ակտերին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվեց եւ հավանության արժանացավ առաջիկա 5 տարիների 2026-2030 թվականների զբոսաշրջության ռազմավարական փաստաթուղթը, ինչից եւ բխում է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու կառավարության որոշումը։ Այսինքն սա մի քանիսից մեկն է միայն այսպես գործողություն։ Այո, զբոսաշրջության մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերից, ենթադրում է ունենալ եւ որպիսի կարողանանք ամբողջությամբ գործարկել օրենքի բոլոր հոդվածները 29 ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ, նախարարի հրամաններ, զբոսաշրջության նախագահի հրամաններ, որոնցից մեկը հենց զբոսաշրջային գյուղեր հայտարարելու որոշման նախագիծն էր։ Սկիզբը դրվեց, երբ ՄԱԿ զբոսաշրջության գրասենյակից Մադրիդից զբոսաշրջության կոմիտե եկավ առաջարկը մի քանի գյուղեր հայտարարել զբոսաշրջային
գյուղեր։ Ամեն տարի միջազգային ազգերի կազմակերպության զբոսաշրջության գրասենյակը հայտարարում է մրցույթ աշխարհի տարբեր զբոսաշրջային գյուղերի միջև եւ իհարկե ամեն տարի մի երկրի մի գյուղը դառնում է հաղթող եւ մենք էլ ենք հավակնում ունենալ զբոսաշրջային գյուղ եւ անպայման մասնակցել այդ մրցույթին։ Այս մասով աշխատում ենք տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։ Մենք արդեն ցանկերը այն գյուղերի, որոնք ունեն ներուժ դառնալու զբոսաշրջային գյուղ եւ առաջիկա տարիների ընթացքում կանենք գործողություններ, աշխատանքներ, որպեսզի այդ գյուղերը համապատասխանեն ՄԱԿ զբոսաշրջության չափանիշներին։ Այսինքն հիմնականում ենթակառուցվածքային հարցեր են լուծվելու տվյալ գյուղերում։ Այո։ Ես ցուցակներն էին այն մոտավորապես յուրաքանչյուր մարզից 5-7 այսպես գյուղեր էին։ Առավելագույնը 10 ներառված, ինչպես է կատարվել այդ ընտրությունը։ Դիմել ենք մեր գործընկերներին նախարարությունից, գրություններ են գնացել մարզպետարաններ եւ մարզպետարանները արդեն ըստ համայնքների առաջարկներ ուղարկեցին մեզ, զբոսաշրջության կոմիտե, եւ մենք էլ մեր հերթին որոշակի աշխատանք տանելով նախարարության հետ, տարածքային զարգացման տնօրենի հետ, ընտրեցինք այդ գյուղերը։ Այսինքն այնտեղ զբոսաշրջային պոտենցիալը գնահատվել է ու հետեւաբար մի շարք սկզբունքներ կա, օրինակ Վայոց-Ձորի մարզը դիտարկում ենք որպես գինեգործության մարզ, օրինակ ամենահայտնիներից Արենին, կարելի է ասել պատրաստ է, եթե մի քանի շտկում իրականացնենք, Արենին շատ արագ կարող է հայտնվել ՄԱԿ զբոսաշրջության գյուղերի ցանկում։ Այստեղ օրինակ սենց Արագածոտնի մարզի Օշականը, Գեղարքունիքի մարզի Լճաշեն ու այսպես տարբեր տեղերում տարբեր բաներ։ Ուղղությունը այն է, որ համեմատենք այսօր կինոներից հայտնի գեղեցիկ տեսքով գյուղերի, թե այլ ինչ-որ նպատակներ կան այս։ Ընդհանրապես չենք ուզում համեմատվել ոչ մեկի հետ, որովհետև մեր զբոսաշրջային արդյունքը իրականում յուրահատուկ է։ Եվ Լճաշենը կամ այլ հնավայրերը կամ մեր գյուղերը ինքնին իրենց բնությունով, իրենց պատմամշակութային ժառանգությամբ հատկապես գրավում են զբոսաշրջիկին հենց նրանով, որ իրենք նման չեն ոչ մի եվրոպական կամ արևմտյան կամ արևելյան որևէ գյուղի։ Էլի ՄԱԿ զբոսաշրջության վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկները հոգնել են մեծ քաղաքներից, այդ ճարտարապետությունից եւ ձգտում են դանդաղ զբոսաշրջության կամ ինչպես ասում են գյուղական զբոսաշրջության, էկո զբոսաշրջության, որտեղ ուզում են գտնել լռություն, ուզում են գտնել էկոսնունդ եւ կտրվել այդ մեծ քաղաքի աղմուկից, այո, եւ հենց սա ենք թիրախավորում, մեր գյուղերը ունեն այդ ներուժը դառնալու յուրահատուկ փորձառություն միջազգային զբոսաշրջիկի համար։ Տիկին Գևորգյան տոները մոտ են տարին, ամփոփում ենք ինչպիսին էր տարին զբոսաշրջության տեսանկյունից։ Կարելի է ասել, ունենք նվերներ այս տարվա համար, եթե խոսեցինք տոներից, մենք այս տարի առաջին անգամ առաջադրվել էինք եւ հաղթել ենք World Travel Award ամենահեղինակավոր զբոսաշրջային մրցանակի լավագույն պատմամշակութային ժառանգություն ունեցող երկիր մրցանակը։ Սա զբոսաշրջության Օսկարն է։ Այո, մրցանակաբաշխությունը անցավ Իտալիայում, Սարդինիա քաղաքում եւ մենք արժանացանք այդ հեղինակավոր մրցանակին։ Ունեցանք նաեւ մեր ռազմավարական մյուս ուղղության, մեր ռազմավարական ուղղություններն են պատմամշակութայինը, գաստրոն, որի մեջ էնոտուրիզմն է, գինոտուրիզմը եւ իհարկե արկածայինը։ Արկածային զբոսաշրջության մասով Բերլինում զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ կայացած մրցանակաբաշխությանը արժանացանք լավագույն արկածային ուղղություն 2025 մրցանակին, ինչպես նաև հեղինակավոր Մոնդերլաստը իր տարվա ամփոփման մեջ մեզ ճանաչեց 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը, նոր ուղղություն որպես այս 3 հեղինակավոր մրցանակները կարելի է ասել նվեր են տարվա ամփոփման համար եւ մենք շատ հպարտ ենք այդ առիթով։ Ձմռան այս սեզոնից ինչ ակնկալիքներ ունենք, ավանդաբար Հայաստանը այսպես ձմռային туриզմի համար համարվել է ոչ այնքան գրավիչ, իսկ ինչ ակնկալիքներ ունի туриզմի կոմիտեն։ Ակնկալում ենք դառնալ էլի ռազմավարությունից է բխում 4 սեզոնների համար ակտիվ զբոսաշրջային երկիր, այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ ենք տանում, ակտիվ աշխատում ենք ծոցի երկրների հետ, ակնկալում ենք այդ ուղղությունից շատ զբոսաշրջիկներ ձմեռային ամիսներին։ Իսկ ինչու՞ չէ, նաև խթանում ենք ներքին զբոսաշրջությունը, զբոսաշրջության կոմիտեն սկսել է արշավ ուր գնալ ձմռանը Հայաստանում եւ ստեղծել ենք հարթակ, որպեսզի տնտեսվարողները, հյուրանոցները, հյուրատները, գիդերը եւ ընդհանրապես զբոսաշրջության մեջ զբաղված մարդիկ մեզ տեղեկացնեն, գրեն իրենց մասին եւ զբոսաշրջիկներն են, որոնք ցանկություն ունեն ձմռանը շրջագայելու, տեղեկություններ ստանան եւ շրջագայեն։
Տիկին Գևորգյան, շնորհակալ եմ հարցազրույցին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիմա բիզնեսին աջակցելու պետական ծրագրերի մասին արտադրողականության խթանման նպատակային գործիքով կառավարությունը փորձում է նոր թափ ու ընթացք ապահովել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում աշխատող ընկերություններին։ Սուբսիդավորում է ներգրավված վարկերի տոկոսագումարները, նաև օգնում է գործում ներգրավել թվայնացման համար միջազգային փորձով խորհրդատուների։ Մեկնարկից ի վեր ծրագիրը 4700 շահառու ունի։ Միայն այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում պետական սուբսիդավորումը կազմել է 17 միլիարդ դրամ։ Գերժամանակակից սուպեր համակարգիչը Integral Solutions ընկերությունը ձեռք է բերել աշխարհում առաջատար Siemens-ից։ Հայաստանյան IT ընկերության ձեռքբերումն իր տեսակով պոտենցիալով այսօր միակն է տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում քիչ երկրներ կան ու նրանց թիվը չի հասնում անգամ 1 տասնյակի, որ նման սարքավորում ունեն։ Բավականին մրցունակ առավելություններ է տալիս նրանց ում ունեն։ Ես ասեմ, որ ինքը հնարավորություն է տալիս, եթե ինչ-որ բան պետք է անել, ասենք 1 տարում, անել 1 ամսում։ 2 տարի առաջ ընկերությունը ստեղծվեց օրակարգում ունենալով մեծ նպատակ նախագծել ստեղծել ինտեգրալ միկրոսխեմաներ, չիպեր։ Սուպեր համակարգիչը, այսպես ասած, սուպեր հնարավորություն է տալիս հավակնոտ նպատակն իրագործել ու կառավարելի դարձնել արտադրական շղթայի հնարավոր ռիսկերը։ Սարքավորումը թույլ է տալիս իմիտացիա անել այդ միկրոսխեման վիրտուալ տարածքում, նրան ստուգել վիրտուալ տարածքում, ուղղել սխալները, այնուհետև նոր ուղարկել արտադրություն։ Ընկերությունն իր թանկարժեք ձեռքբերումն իրականացրել է պետական աջակցությամբ արտադրողականության խթանման նպատակային ծրագրով, որը հնարավորություն է ընձեռում տեխնոլոգիական մոդեռնիզացման համար ներգրավել միջոցներ սուբսիդավորման կոմպոնենտով։ Պետական վարկավորման միջոցով մենք վերցրել ենք 7 միլիոն եվրոյի կարգի, որի բավականին մասը արդեն վերադարձրել ենք։ Ուզում եմ նշել, որ սա շատ հաջողված ծրագիր է։ Այստեղ խոսքը գնում է պետության գեներատիվ ուժի մասին, սուբսիդավորմամբ ինքը գեներացիա արեց բիզնես, բայց հիմա այդ բիզնեսի ետ է վերադարձնում այս 2 տարվա ընթացքում մեր վճարած հարկերը հաստատ արդեն նրանք ավելին են։ Պետություն մասնավոր հանդիպումների քննարկումների ընթացքում բիզնեսից ստացած ազդակների արդյունքում 2020-ին կառավարությունը գործարկեց արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը, որը փոխում է բիզնեսի զարգացման ընթացքն ու տեմպը։ Ծրագրի ծածկույթն ընդգրկուն է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին հասանելի, սկսած հանքարդյունաբերությունից, մշակողարդյունաբերությունից մինչև շինարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, առողջապահություն։ Գործիքակազմը հնարավորինս ճկուն է կառուցված այն իմաստով, որ տնտեսավարողները ազատ լինեն, ընտրելու ցանկանում են վարկային միջոցների սուբսիդավորումից օգտվել, թե լիզինգի ծառայությունից օգտվել։ Սուբսիդավորման գումարները դրամային վարկերի դեպքում կազմում է 8-ից 10%, իսկ արտաժողովային վարկի դեպքում 6-ից 8%։ Եվ սուբսիդավորման ժամկետը սահմանափակված է մինչև 42 ամիսը։ Բացի ներգրաված միջոցների տոկոսագումարների սուբսիդավորումից կառավարությունը պատրաստ է աջակցել, որ ընկերությունները բիզնես գործընթացների թվայնացման համար միջազգային փորձով խորհրդատուների կարողանան նաև ներգրավել։ Այս դեպքում վարկի մնացորդային գումարի մինչև 50% փոխհատուցում է նախատեսված։ Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է նաև, որ աջակցության մեխանիզմը մտածված է այնպես, որ պետության աջակցությանը հավակնող բիզնեսը պատրաստ լինի շարունակական ներդրումների։ Տնտեսավարողների համար կա հնարավորություն օգտվելու ծրագրից մինչև 10 միլիարդի չափով, այն դեպքում, երբ յուրաքանչյուր միլիարդի շեմը հատելուց հետո կիրականացնի կանոնադրական կապիտալում 200 միլիոն դրամի չափով ներդրում, սա մյուս կողմից նաև խրախուսում է կապիտալ ներդրումների իրագործումը տնտեսության մեջ։ Ծրագրի պահանջարկի մասին խոսում են թվերը, մեկնարկից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր 4700-ից ավելի շահառու է օգտվել, կնքվել է 8456 պայմանագիր, միայն այս տարի հունվարից սեպտեմբեր մոտ 17 միլիարդ դրամի է հասնում պետական սուբսիդավորումը, իսկ ծրագրի մեկնարկից հաշված մինչև այս հոկտեմբեր շուրջ 43 միլիարդ դրամ։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, Armgo Veg-ում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից։